Այն, որ իրանական կողմում օրինակ ռազմական ամենաբարձրաստիճան ղեկավարության սպանությունը չբերեց համակարգային փլուզման, սա ցույց է տալիս, որ Իրանում նախ կանխատեսել են այդ ամեն ինչը։ Երկրորդը ձևավորվել է մի շրջանակ, որը կարող է փոխարինել գրեթե բոլորին։ Անմիջապես Իրանում խոսվեց, որ օքեոր առաջնորդին փոխարինող ինչ-որ տեխնացուներ կան, որոնց իսկությունը նախ ստուգել հնարավոր չի։ Երկրորդը Իրանում ձևավորված այն համակարգը, որը կա, մի քանի շերտով ռազմական կառույցներ, նաև պետական ապարատը եւ ինքը օքեոր առաջնորդի գրասենյակ, երբ որ խոսում են օքեոր առաջնորդի մասին, դա չի ենթադրում, որ մեկ անձ է։ Կա օքեոր առաջնորդի իր կրոնական բաղադրիչով քաղաքական եւ այլն, բայց Իրանում կա մեծ հսկայական օքեոր առաջնորդի գրասենյակ, որը աշխատում է Իրանում եւ նաեւ քաղաքական ղեկավարությունն է իրականացվում գրասենյակի կողմից։ Եվ ոչնչացնել այդ ամբողջ համակարգը մեկ հարվածով բավականին բարդ է, բայց նաեւ Թրամփի այս սպառնալիքը, որը կար, բավականին անիրագործելի։ Նախ տեղի որոշումը եւ այլն, երկրորդը հենց օքեոր առաջնորդի կրոնական նաեւ դերակատարությունը ամբողջ իսլամական աշխարհում, ոչ մենակ Իրանում։ Այդքան էլ հեշտ չի լինելու Թրամփի համար, նույնիսկ եթե փորձի գնալ օքեոր առաջնորդի սպանությանը կամ եւ այլն։ Սա ընդհանրապես սպառնալիք էր այդ փուլում, նաեւ սпасելով ժողովրդի արձագանքների։ Այսինքն Իրանում դա կընդունեն ոգեորությամբ, թե չեն ընդունի ոգեորությամբ, բայց իրանական հասարակության շրջանում կարծես թե արտաքին ռազմական ագրեսիան բերեց ոչ սпасելի հակազդեցության